Քանի դպրոց է փակվել Հայաստանում Փաշինյանի օրոք, մոտ 230 դպրոց այլևս չկա։ ՔՊ-ն խոստանում էր կառուցել 300 դպրոց, բայց փակել է 230, իսկ կառուցել կամ վերակառուցել է 100 դպրոց։ ՔՊ-ն ձեզ չի հայտնում, որ ըստ նախորդ տարիների խոստման պետք է կառուցեր 300 դպրոց եւ չի կատարել այդ խոստման նույնիսկ կեսը։ Իսկ դպրոց փակել չէր խոստացել, բայց փակել է։ Ուրախ ավտոբուսի երգի եւ պարի ինքնագործ անսամբլի ներկայացուցիչները իրենց կատարումները ընդհատում են 3 գովազդային հոլովակով։ Այն է 10,000 դրամ թոշակ, բժշկական ապահովագրություն եւ կառուցվող դպրոցներ։ Այն դպրոցները, որոնք օպտիմալացման անվան տակ փակվում են եւ այդ խոսքերով ձեզ խոստանում են, որ դպրոցներ չեն փակվելու, ինչպես նաեւ համոզում էին, որ չեն հանձնելու Արցախը եւ նաեւ, որ Ալիևը չի պահանջում 300,000 ադրբեջանցիների բնակեցում։ Գետք, Նռնաձոր, Մեղրաշատ, Ահնիձոր, այս եւ այլ շատ սահմանամերձ համայնքներ դպրոց չեն ունենալու։ Գյուղի դպրոցը գյուղի վերջին լույսն է։ Միգուցե Հրանտ Մաթևոսյանի այս մտքի հետ են պայքար տալիս եւ դրա համար գրողի հայրենի Ահնիձորում փակվում է նրա անվան դպրոցը։ Քաղաքացիական պայմանագիրը հասկանում է, որ փակելով դպրոցներ դատարկում է սահմանամերձ գյուղերը։ Հետևաբար հարց է առաջանում. ում է ձեռնտու Հայաստանի սահմանների դատարկումը, ում համար են դատարկվում սահմանամերձ գյուղերը, ում երազանքն է կատարում Փաշինյանը պետական ծրագրի անվան տակ։ Հունիսի 7-ին փրկենք մեր դպրոցները փակվելուց, այդ կերպ մեր սահմանամերձ համայնքները դատարկվելուց եւ մեր հայրենիքը հանձնելուց։ Հունիսի 7-ին ընտրիր համար 7-ին։